մարող կրակ է իմ հոգում եւ ես գիտեմ, որ այդ կրակը կմահարի հենց այն պահին, եթե ես հրաժարվեմ այն մտքից, որ մենք վերադառնալու ենք Արցախ։ Ուզում եմ ուղղակի գնամ Արցախ։ Երբ որ անունս Արցախ է չհանձնվող երգում էի, ես չէի մտածում, որ Արցախն էլ ենք կորցնելու։ Արցախը այսօր շատ ավելի հայկական է, քան երբևէ։ Արցախը ետ է դառնալու։ Չկասկածեք ոչ մի վարքյան։ Շուշան, իմ առաջին զրուցակիցն եք, որ չեմ հարցնի, երբեք ճանաչել Արցախը։ Ինձ նույնիսկ թվում է կար ժամանակ, որ Արցախում ավելի շատ էիք լինում, քան Երևանում։ Այո, կա այդպիսի շրջան։ Այդ ինչ կապ էր ձեր ու Արցախի միջև։ Պատգամավոր ժամանակ հունվար 28-ի բանակի օրվա կապակցությամբ իմ շատ սիրելի եռյակը ընկերներից Դավիթ Մանուկյան, Կանդազը ու Միշկան, Արզումանյան Միքայելը, այդպես եմ ասում, իրանք իմ ընկերներն են եւ պատիվ ունեմ նման ընկերներ ունենալու, այստեղ էին։ Համերգից հետո, տոնական համերգից հետո, որովհետեւ տոն էր, բանակի տոն էր, իսկապես տոն էր, բանակի յուրաքանչյուր ծննդյան օրը հունվար 28-ը տոն էր։ Երկեցինք դուրս եկանք, տղերքը գնանք միտեղ թե իսուրջ մնացի, ոչ միտեղ գնում ենք կինո նայելու։ Ասես նայեցին վրա սարսափար, ասի կինո են գնում նայելու։ Վերջ։ Ոնց գնացինք Գարեգին Նժդեհը նայելու։ Գնացինք կինո Մոսկվա, այդ 3 գազանիկները, իսկական զինվորները, ոգքով, արիությամբ, հայրենասիրությամբ, այս հողի նվիրալները հուզվել էին ֆիլմի վերջի տեսարանը, երբ որ Նժդեհն գնում է այդ հողի գետնի վրա, ասում է էլի հայ, էլի խենթանալի կտոր էր։ Այդ մեկ էլ գեներալ Արզումանյանը ասեց, «Ոզում խոխը ես շնսկին»։ Ասի լավ, ես պատգամավոր էի արդեն։ Մի անգամից կազմակերպեցի եւ քանի որ Մարտակերտում էին գնացի տարա ամբողջ նկարանող խումբը, տարա դերասաններին, Հրաչին Քեշիշյան ռեժիսոր, սցենարիստին Քրիստին Մաներյան, գնացինք Մարտակերտ։ Թալիշ, Մատաղից, Մարտակերտ ֆիլմի պրեմիերան եղավ եւ օրը 3 սեանս էր ամեն կինոթատրոնում։ Այ գնացի, ես էլ հետաքրքրասեր, հա։ Գնացինք Մարտակերտ ու այդտեղից սկսվեց, ես հետաքրքրասեր, ասենք կինոթատրոնը, մշակույթի տունը, հին 32 թվի կառուցված շենք, պատերազմներ, բնական արհավիրքներ, անձրևներ, հա, անցած, հասկացա, որ, չէ, առաջինը իհարկե դպրոց, այցեր դպրոցներ, թիվ 1, թիվ 2 դպրոցներ, ընկերացա տնօրենների հետ, ընկերությունս առ այսօր շարունակվում է երկրորդ դպրոցի տնօրենի հետ, միշտ հետաքրքրում եմ Լիդայից, առաջին դպրոցի տնօրենից Պետրոսյանց, բայց կապս մեր Լիդայի հետ է հիմնականում։ Ինչ եք կարծում, ով առաջինը սիրեց Արցախը ձեզ, թե դուք Արցախին։ Դա նենց փոխադարձել էր մի անգամից, այսօր իդեպ երազումս Մարտակերտում էի։ Ճիշտն ասած երազում միշտ Արցախում եմ, Ասկերանից դուրս ենք գալիս, ուղիղ ճանապարհը դեպի Ասկերանի դիրքերա, ձախ Սուրենավան եմ գալիս եւ Խաչյանի հովիտնա ու նռան այգիները։ Ես այդ երազը անընդհատ տեսնում եմ։ Հասնում եմ Տիգրանակերտ, Մարաղա, Վանքասարը, Նոր Մարաղա, Կարմիրավան, Հայկաջուր ու Մարտակերտից այդ գեղեցկագույն այդ օրվագիծն է, այդ սարի եւ տակը սփռված Մարտակերտի։ Երբեք չէի մտել Մարտակերտ։ Այսօր առաջին անգամ Մարտակերտում էի եւ այնքան Արորեական էր, ոնց որ ինչ որ գործ էինք անում, այդպես օր այսօր, ինձ տարօրինակ է այսօր։ Երազումս Արցախ, հիմա Արցախ։ Մեր Շուշոն եկալ է, արցախցիները, հատկապես մարտակերտցիները ձեզ այսպես են, չէ՞ ընդունում։ Տումերնես, տումեր խոխանս, ասում էի տուզակաս։ Մեր բարբարը խոսում է քստրալք, սվերիկ, սկաց։ Մի սկաց։ Պահինչա, սկաց, պահինչման։ Այնտեղ էլ զգում էիք, թե ինչքան էին ձեզ սպասում։ Մի օր ընկերներից մեկը ասեց, շուշ, որ դու գալիս ես Մարտակերտ, բոլոր կանայք հատուկ սիրուն հագնվում են, մեյքափներով, բաներով քսվում են, գալիս են, այնքան ուրախացա, բան զգոնես էլի պահում, որ իրանք հանկարծ այդ հոգսերի մեջ, դա փառք ու պատիվ բոլոր զինվորների կանանց, ես տեսել եմ այդ
Ես տեսել եմ երբ որ համար 1 էր եւ եթե ես այնտեղ էի համար 1-ի ժամանակ, ես տեսել եմ այդ տիկնանց արիությունը։ Ես տեսել եմ այդ հոգսաշատ ճկռած երեխեքին դպրոց հասցնել, որտեղ ուսումը պարտադիր էր, մաքուր երեխեքը խնամված ու իրենք բան այդպես ճկված, բայց արժանապատիվ մի օր այդ տեսարանը կյանքում չեմ մոռանալու։ Թալիշից իջանք 123 պոստում էինք երկու ընկերներս ու ես գնացել էինք, բան էինք տարել տղերքին, պոստերից իջանք ու խանութի մոտ մի հատ կին էր, 2 երեխեքով մանր, ասեց ինքը շատ խնամված, հետևած իրան կեֆս են գավ, մեր մարդ առաջնագիծ է, մեր մարդ։ Այսինքն ինքը հպարտությամբ էր ասում, որ ամուսինը երկիրն ապահովում, այդ օրինաչափությունը, թե չէ։ Մենք կանսերվեներով հաղթում էինք։ Մենք մեր կամուֆլաժով յոլա էինք գնում, ամեն ապրիլի 10-ին գնում էինք Մարաղա։ Դա 20-րդ դարի վերջին կոտորածի օրն է, հայ ժողովրդի վերջին կոտորածի օրն է։ Ցավոք սրտի շատերը մոռանում էին այդ մասին, նույնիսկ 15 թվին, երբ որ աշխարհի բոլոր եղերններ, մեծ եւ փոքր անցած ազգերը այստեղ էին, ես բարձրաձայնեցի այդ հարցը մեկին, ով որ զբաղվում էր այդ գործով եւ ասեց, հա ճիշտ ես ասում, ոնց թողեցիք, ասի 50 հոկանոց գյուղի ջարդը բարձրաձայնում են խաղաղ բնակիչ մոտ 100 հոգի Մարաղան այդ կոտորածի մասին ինչի ենք լռում, բարձրաձայնեցի այդ թեման։ Հետո ամեն տարի գնում էի, ինչից եղավ դա, երբ որ առաջին անգամ Մարտակերտը եւ ասացին այսօր ապրիլի 10-ն է, վայ ասեցի, ուրեմն գնանք Մարաղա։ Եկանք Մարաղա, հետո այնտեղ մի մարաղացի տղա կար, որ Ռուսաստանում էր ապրում եւ հովանավորում էր ամեն տարի այդ հիշատակի օրը եւ հետո հաց, հիշատակի հացկերույթ։ Ինձ էլ հրավիրեցին, որ բարձրացա, դե ես տենց չեմ սիրում այդ պաշտոնական բաները, ես ժողովրդի հետ ավելի եմ սիրում։ Ու տենց խոսում էինք, բան, ասեց եկ, մի հատ մարդ էր տարիքով, իր կնոջ հետ, ասեց նայի, ասեց, տեսնում ես, ու ցույց ա տալիս, ուրվագիծ ա կիսա քանտների, ասեց, սա նոր Մարաղան է, ասեց, այն ա իսկականը, այն տանիքը տեսնում ես, ասեց, դա մեր տունն ա։ Դե ջարդու փշուր եղավ, մտածելով, որ ամեն օր այդ մարդիկ, այդ չէ որ գյուղը տեղակայված էր բարձրունքի վրա, այսինքն այստեղ ավելի պասիվ էր ապրելու տները, այսպես դեպի, երբ որ գնում ես դեպի Մարտակերտ, ձախի վրա է եւ գյուղապետարանը եւ այլն։ Այդ մարդիկ ամեն անգամ որ բարձրանում են, այդ բարձրունքից իրանց տունն են տեսնում, իրանց տները, իրանց պապերի սարքած տները։ Որովհետեւ մենք գիտենք, որ Արցախը Հայաստան է, չէ՞։ Այդ օրը մեջս ինչ-որ բան կատարվեց, հետո երբ որ ուզում էի տուն ձեռք բերեի Արցախում, դիմեցի պետական ատյաններ, Ստեփանակերտ ասցի չէ, Մարտակերտ ասցի չէ, որ ասի նոր Մարաղա, ինչի, ասի որտեվ ամենաբարդ տարածքն ա, և նվեր ստացա, հող, որը իհարկե չհասցրեցի, ու պրոյեկտը երբ որ ընկերներիցս մեկին ճարտարապետ դիմել է, այնպես էր արվել, որ այսինքն ես որ տեսա, թե ինչ մռայլ է այդ նոր Մարաղա գյուղը, իսկապես մռայլ է, առաջարկեցի մշակույթի իմ տունը, այդ տարածքը, որի որ պետք է, ինձ մի հատ պստիկ, մի հատ ստուդիո էր պետք եւ կողքը գրադարան էի ուզում անել, այդպես էլ պրոյեկտով դահլիճ, որտեղ կինոյի ցուցադրություն կլիներ, մշակույթի կենտրոն, որտեղ կտանեի արվեստագետների, ինչպես տանում էի Մարտակերտ։ Ուզում էի կյանք մտնել Մարաղա։ Տուն ունեցա իհարկե վերջում Ստեփանակերտում, բայց որտեղ արդեն բաց էինք թողել մեր ձեռքից Մարտակերտը։ Դավաճանները դավաճանաբար հանձնել էին Արցախի այդ մասը։ Ստեփանակերտում ձեռք բերեցի տուն, որ ուր մնացել եմ ընդամենը մի գիշեր, որտեղ COVID-ի պատճառով չկարողացա վերանորոգությունը սկսել, հետո պատերազմը սկսվեց եւ ընկերուհիս էր ապրում մի սենյակում, մյուս սենյակում ապրում էր իր զոհված եղբոր 44 օրյա զոհված եղբոր կինը երկու ձագուկների հետ։ Ես գալիս հյուրանոցում էի մնում։ Այդպես պետք է լիներ։ Հա, պատերազմի ժամանակ էլ բաներ, պահեստեր ինձ դիմեցին, որպեսզի դեղեր պահեն իմ տանը։ Դա ինչ տարավ։
Երկիրը։ Այնքան հեշտ է փոքրացած սահմանը պահելը։ Դա խոր բաներից չենք խոսում, որտեղ Արցախը իմ սերն է ու Արցախը չմարող կրակ է իմ հոգում եւ ես գիտեմ, որ այդ կրակը կմահարի հենց այն պահին, եթե ես հրաժարվեմ այն մտքից, որ մենք վերադառնալու ենք Արցախ։ Հիմա ոչ մեկը ոչ մեկին չի սիրում, մեր երկրից գնացել է սերը։ Վերջերս եք այս մասին խոսել։ Արցախում սիրո պակաս կար։ Ամենտեղ մեր երկիրը, որ ասում ես, հա իհարկե կար։ Արցախում սիրո պակաս եթե չլիներ, այսօր Նիկոլին հարող արցախցի չէր լինի։ Դա ինձ համար բան է, զավեշտ է։ Ոնց կարող է Նիկոլին հարող արցախցի լինի, որտեղ ինքը 2 կոպեկ աշխատում է, կամ ինչ որ մի գերատեսչությունում պաշտոնաց վայելում։ Լուրջ։ Դա անպատվաբեր է։ Ես տենց այդ արցախցիներ ուրեմն խոտան է, այդ արցախցի չի ուրեմն, որտեղ իմացած արցախցին հողի նվիրյալ է։ Ես տեսել եմ այդ տղերքը, որ նստած ուղակի դինջ, նստած դինջացած, ասենք նստած կոփը ֆուտբոլ են եշում, բայց համար մեկի ժամանակ անփոխարինելի էին դառնում։ Ոնց կարամ ես այդ տղերքին եւ Արցախը հանձնած Նիկոլի հետ համակերպող արցախցու հետ համակերպվեմ, ոնց կարող եմ ես դա անել։ Արցախում այո, շատ ծրագրեր եք կյանքի կոչել, այս փաստը ոչ մեկը չի կարող հերքել։ Սա նաև սիրո արդյունք է։ Մեծ սիրո։ Անսահման սիրո։ Այնքան մեծ սիրո, որ կյանքս կիսվել է։ Ես լիարժեք չեմ ապրում առանց Արցախի։ Գիտեք, շատ հիվանդ էի, բայց հենց այդ սերն է Արցախի նկատմամբ, որ չմերժեցի ու գայ այսօր։ Շնորհակալ ենք։ Ես կարծում եմ, որ Աստված մեր վերջին հույսը չի, Աստված մեր միակ հույսն է։ Հիմա արցախցի ընկերուներս կբարկանան վրաս, որ տեսնեն, որ հուզվել եմ։ Իրանք ինձնից ուժեղ են լինում, բայց ես ուղղակի հոգնել եմ, կարոտիցս հոգնել եմ, ուզում եմ գնամ իմ Արցախ։ Ուզում եմ դադիվանքով գնամ Արցախ, Քարվաճառով։ Ուզում եմ Շուշիով գնամ Արցախ։ Ուզում եմ ուղղակի գնամ Արցախ։ Իմ սիրուն տիկնանց Փափկասուն Արցախ աշխարհի տեսնեմ, իմ ընկերներին տեսնեմ, տղերքին տեսնեմ, հողը պահող տղերքին տեսնեմ։ Շուշան, ձեր երգերը միշտ ոգեշնչել են զինվորներին, հուզել մեծերին, դաստիարակել սերունդներին, սերունդ է մեծացել ձեզ լսելով։ Այդ սերունդը կարող էր պարտվել։ Չէ, այդ սերունդը չէր պարտվում։ Ես 19 թվից փակ եմ։ Այսինքն որևէ տեղ չեմ հնչել, բայց տարօրինակ բան ասեմ ձեզ։ 44 օրյա պատերազմը որ սկսվեց, բոլոր հեռուստաալիքները բացի բնականաբար Նիկոլի Հայաստանի ալիքից իմ երգերն էին տալիս, ռադիոներով հնչում էին իմ երգերը։ Ուրեմն ոգի կա չէ այդ երգերը, ուրեմն անկեղծ սեր կա չէ այդ երգերում։ Հետո ծնվեց անունս Արցախ է չհանձնվող երգը, հոկտեմբերի 6-ին թե 7-ին երգեցի առաջին անգամ ու հիմա շատ դժվար եմ երգում այդ երգը, որովհետև այդ ժամանակ այնուամենայնիվ, երբ որ շատ ծայրահեղ լարված իրավիճակ կա, հավատում ես, ասենք հավատում էինք, որ ոմն արծրուն ասում էր, որ հաղթում ենք։ Ես էլ շփացած, լկստված, որովհետև այն բանակը, որի կողքը ես մեծացել եմ, այսինքն մենք դեռ կանոնավոր բանակ չունենք, բայց հաղթանակներ էինք արձանագրում, մեկ էլ ծնվեց այդ բանակը, ու ես տեսնում եմ այդ բանակի ծնունդը, ես տեսնում եմ այդ բանակի հաղթանակները եւ վստահ եմ, ինչ-որ հանգստություն կար մեջս, որովհետեւ գիտեի ես մեր տղերքին։ Հետո պարզվեց ինչեր չգիտեինք։
Եվ այդ երգը շատ ծանր եմ։ Անդադ խնդրում են, որ երգեմ։ Նույնիսկ վերջերս համալիրում ուզում էին այդ երգը երգեի, ասացի դուք չգիտեք ես ինչ եմ վերապրում այդ երգը երգելիս։ Երբ որ անունս Արցախ է չհանձնվող երգում էի, ես չէի էլ մտածում, որ Արցախն էլ ենք կորցնելու։ Մի խոսքով։ Տենց շատ երգեր են, Արցախի հողում երգն եմ շատ սիրում։ Կարծում եմ, որ եւ Արմանը եւ Ավետը Բարսեղյան հրաշալի երգ են ստեղծել։ Երգեր կան, որ երգում եմ, ասված իմ բառերը այստեղ գրված են այն ժամանակ, երբ որ մենք հաղթանակներ ունենք եւ մենք հանգիստ ապրում ենք մեր հողի վրա, բայց մտածում եմ, որ չէ, պետք է երգեմ, որովհետեւ զգում են շունչը մեր տղերքի, Արցախի հողում սիրտն է իմ դողում, զգում եմ շունչը իմ տղերքի, երբ որ ասում եմ, ես ասում եմ, որովհետեւ ես գիտեմ, որ Արցախը այսօր շատ ավելի հայկական է, քան երբևէ, որովհետեւ Արցախի հողը հագեցած է մեր տղերքի, հայորդիների արյունով։ Արցախը ավելի է, քան հայկական։ Իսկ հիմա հնարավոր է երգ ձոնել Արցախին։ Չեմ ուզում Ադանայի ողջ դառնալ, չեմ ուզում այն երգերը, որ մեծ հայքի հետ կապված ծովից ծով Հայաստանի երգերի մասին, որ գրվում էր, այդ երգերով մեծացանք, բայց մեծ հայքի երազանքով, էրգրի երազանքով իմ սերունդը, ես դպրոցից դեռ գիտեի այդ երգերը, մեծացանք եւ մենք ունեցանք կոնկրետ ձեռքբերում Արցախը, այդ տարածքը ազատագրվեց։ Ես Էրզրումցու, Տիգրանակերտցու, Մարաշցու եւ Լեռնահայաստանցու թոռ եմ։ Երբ որ խոսում էին Էրզրումի, Տիգրանակերտի եւ Մարաշի մասին, ես ասում էի հա, բայց Արցախը հո ունենք։ Հիմա ես լրիվ որբ եմ, այսինքն իմ ակունքները 4-ն էլ հիմա բանտված են։ Իսկ երբ որ Արցախը ազատագրվեց, հույս կար, որ ուրեմն հաջորդիվ Վաննա լինելու, հետո Էրզրումնա, հետո Մուշնա լինելու։ Բա երազներ սպանողին ոնց կարելի է հարել, այ արցախցի աղբերներ ջան։ Այ քույրիկներ ջան, երբ որ մեկ լինում է, որ հանդիպում են եւ հետս եւ կոնկրետ աչքերին նայելով հարց եմ տալիս, աչքերը փախցնում են ու գնում են։ Դուք միշտ բաց ճակատով ու բաց աչքերով եք ապրում, ոնց կարելի է։ Թրջեի մտքով տուն երգից կարող եք մի փոքրիկ հատված երգել սիրելի արցախցիների համար։ Հայրենիքն իմ սրտում թե չընկնեմ ես մարտում, ախ իմ մայր թանկագին, տուն կգամ ես կրկին կսփոփեմ քոքին, համբույրով սրտագին, կսեղմեմ քեզ իմ կրծքին։ Իսկ ինչ կասեիք բոլոր նրանց, ովքեր այսօր հուսահատ են։ Մարդկային բան է հուսահատվելը։ Իրավունք չունենք։ Իրավունք չունենք։ Հուսահատությունը բերում է ծանր հետևանքներ, թևաթափ ես լինում, ավերակ ես դառնում, ում եք ուրախացնում։ Մի հատ մտածեք ով է ուրախանալու մեր հուսահատ լինելուց։ Ես ինչ փորձություններ ասես անցա։ Ինչ փորձություններ ասես նա։ Կոտրվես, երբ որ քո առջև քեզ սպանել փորձողը, քեզ ոչնչացնել, քեզ փակել փորձողը արժանավոր մեկն է։ Կոտրվես, ասես, վայ, ինչի սենց։ Մի հատ տեսեք ով է դուրս եկել մեր դեմ։ Դրանք անցողիկ են։ Արժանապատիվ ու բարոյական ապրելուց լավ բան չկա։ Արցախը ետ է դառնալու, չկասկածեք ոչ մի վարքյան։ Եվ որպես վերջին խոսք ուզում եմ ավելացնել մի բան։ Իմ բոլոր աղոթքներում Բաքվում նստած մեր տղերքն են։ Իմ ընկերներն ու ավագ ընկերները, որ այնտեղ են հիմա։ Միակ բանը, որ ես աղերսու եմ ասում, դա իրենց առողջությունն է։ Իրենց առողջությունն է, որ դիմակայեն, որովհետև իրանք են տղա։ Որ դուք լսում եք իրենց պատասխանները, դատավարությունները, չեք ամաչում, որ դուք սրա մոտ թուլանում եք։
Թշնամու մեջ, թշնամու աչքի առաջ դրողքում կանգնած տղավարի պատասխանում են։ Մի հատ հիշեք Լևոնի պատասխանը մնացականն, ասեց այնտեղ չեմ կռվել, բայց եթե պետք լիներ կկռվեի։ Թուրքի առաջ ասում է, ազատություն մեր Բաքվի բոլոր բանտարկյալներին, ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Սա իմ կոչն է եւ անկոտրում եղեք, որովհետեւ միայն այդպես ես կարող հաղթահարել չարին։ Աստծո